է, բայց եկել եմ ասեմ շնորհավոր, բայց Պուտինի անունից իր փոխարեն, որովհետև բոլոր երկրների ղեկավարները շնորհավորեցին, Պուտինը չշնորհավորեց։ Սա ինչով է բացատրում, արդյոք հայ-ռուսական այս նախընտրական շրջանում առաջացած լարվածությունն է առիթը եւ արդյոք սպասում եք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ այս կոնտեքստում շատերի կարծիքով չնայած լարվածությանը, բայց Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ մեծ լավություն արեց ձեզ, այսպես հակառուսական տրամադրություններ գեներացնելով, որպեսզի ձեր ընտրողները կամ նրանք, որոնք այդքան էլ հակված չեն ձեզ ընտրել, Ռուսաստանի ահից եւ ռուսի լծի տակից դուրս գալու այսպես զայրույթից բորբոքված գնան եւ ձեզ ձայն տան, որ դուրս գան ռուսական լծից, արդյոք մենք ռուսական լծի տակ ենք եւ հիմա դուրս գալու ենք թե ոչ, մեկ էլ մանդատների հետ կապված հիմա եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները դուք ասացիք շատ լավ կլինի բայց երեք Ալեն Սիմոնյանը կարծես համոզում էր որ եկեք նստեք աշխատենք նույնիսկ կարծեմ փոխխոսնակի պաշտոներ խոստանում եւ այլն հիմա պետք է վերցնեն ըստ մանդատները ձեր գնահատմամբ կաշառքով ձեռք բերած մանդատները թե չպետք է վերցնեն եւ եթե չեն վերցնում արդյոք դուք դիմեք Սահմանադրական դատարան որովհետեւ այդպիսի խոսակցություն էլ կար ՍԴ կամ այլ գործընթացների որպեսզի այդ մանդատները հասնեն այլ քաղաքական ուժերի, օրինակ մյուս 3-րդ, 4-րդ, 5-րդ ուժերին, որոնք այդ մանդատին չեն արժանացել ու մի բան էլ սենց էս լարված էս ձեր բաների հետ կապած թվում էր թե այս լարված շրջանը որ անցնի դուք պետք է հանրային համերաշխության գնաք բայց էլ ավելի խիստ ու ագրեսիվ տոնով եք սպառնում բոլորին նստեցնել էլի հրահանգ եք տալիս գործընկերներից ասացին ի վերջո մենք հանրային համերաշխություն ունենալու ենք հասկացանք լրագրողներին սպառնում են ինձ ամեն օր սպառնում են պատգամավորներին սպառնում են քաղաքական գործիչներին սպառնում ենք հասկացանք Ձեզ չէ որ ձեզ սպառնում են հենց նամակներս անեմ ցույց տամ